2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս միայն պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում եւ սրան գումարած նաեւ դատախազական ներգործության արդյունքում, երբ մենք արտադատական կարգով ենք կարողանում պետությանը եւ համայնքին գույք վերադարձնել, այս պահի դրությամբ արդեն փաստացի վերադարձված է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ Նշեմ, որ մենք այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, վերադարձրել ենք մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որոնք քառակուսիմետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում, ճիշտ ասած, մեծ ցանկություն ունեի հերթով այդ գույքերը թվարկելու, հետո հասկացա, որ շատ չարաշահեմ ժամանակը, անընդհատ մենք այդ գույքերը հրապարակում ենք, հանրությունը յուրաքանչյուր գույքի մասին տեղեկացված է եւ կադաստրային արժեքի մասին եւ չափի մասին եւ որ վարչական շրջանում կամ մարզում է գտնվում գույքը։ Նաև դրամական միջոցներ են վերադարձվել, դուք նշեցիք քրեական վարույթի շրջանակում վերականգնվող վնասների մասին, հիշեցնեմ, որ անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին եւ ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Սա ընդհանուր առմամբ մեր թվերն են, նշեմ ուղղակի, որ հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը, որ ես նշեցի 66 միլիարդը կավելանա, որովհետեւ մենք անցյալ շաբաթ որոշմամբ երկու մեծ հողատարածք վերադարձրել ենք շրջակա միջավայրի նախարարությանը եւ այս պահին գնահատված ունեինք 5330 հեկտարը եւ դեռևս չենք հասցրել հաշվել 4118 հեկտարի եւ 3620 հեկտարի մասով կադաստրային արժեքները, նաև նշեմ, որ գրանցումներն են գտնվում ընթացքի մեջ, հիշեցնեմ, որ շրջակա միջավայրի նախարարությանը ամրացված այս գույքերը 49 տարով անժամկետ ըստ էության անհատույց օգտագործման 49 տարով հանձնվել էին կենդանիների աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Եվ այս կապակցությամբ դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություններ արել եւ քրեական վարույթ է այս պահին քննվում հակակոռուպցիոն կոմիտեում վերաբերելի է նախկին մարզպետին Արարատի եւ ըստ էության հողատարածքը տրամադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի վարորդին եւ Արարատի նախկին մարզպետին եւ ըստ էության 49 տարի այս անձին անհատույց պետք է օգտագործեն 13000-ից ավելի հեկտար տարածք եւ նախորդ կառավարության նիստով այս հողատարածքներն ամբողջությամբ վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը։ Առաջիկայում կգնահատենք այս երկու մեծ հողատարածքներն էլ եւ դա եւս կներկայացնենք հանրությանը։